Դիանա Գրիգորյանի «Գոյամարտն» այն սերիալներից է, որը շատ արագ հասկացրեց հեռուստադիտողին, սա պարզապես հերթական հեռուստանովել չէ, սա ծանր, զգացմունքային և խորքային պատմություն է մարդու, ընտանիքի և ճակատագրի մասին։ Սերիալը կառուցված է ցավի, պայքարի և ճշմարտության վրա, որտեղ յուրաքանչյուր հերոս իր ներսում մղում է սեփական գոյամարտը։ Պատմության հիմքում ընտանիք է, որը մեկ ակնթարթում կործանվում է։ Ծնողազուրկ մնացած երեխաները մեծանում են տարբեր միջավայրերում, տարբեր արժեքներով ու տարբեր ճակատագրերով։ Ժամանակը նրանց բաժանում է, բայց արյան կապը ոչ։ Տարիներ անց նրանք կրկին հայտնվում են նույն հարթակում, բռնցքամարտի ռինգում, որտեղ մենամարտում են ոչ միայն հաղթանակի, այլ նաև իրենց անցյալի դեմ։ Այս գաղափարն արդեն իսկ սերիալին տալիս է ուժեղ դրամատիկական լիցք։ Դիանա Գրիգորյանի ձեռագիրն այստեղ հստակ զգացվում է, նա չի վախենում ցույց տալ կյանքի մութ կողմերը՝ դավաճանություն, սուտ, մարդկային թուլություն, փողի և իշխանության գայթակղություն, սակայն միևնույն ժամանակ սերիալում կա հույսի գիծ, որը երբեք չի մարում։ Ինչպես նրա բոլոր նախագծերում, այստեղ ևս բարին հեշտությամբ չի հաղթում, բայց ի վերջո ունի իր խոսքը։ Դա բարին է, որը ծնվում է սիրուց, խղճից և ճշմարտությունն ընդունելու ուժից։ Սերիալն առանձնանում է նաև իր լարված ռիթմով։ Յուրաքանչյուր սերիա ավարտվում է ինտրիգով, ստիպելով սպասել հաջորդին։ Անցյալն ու ներկան մշտապես խաչվում են, բացահայտելով հերոսների բնավորությունն ու կատարած ընտրությունների հետևանքները։ Բռնցքամարտի տեսարանները պարզապես ֆիզիկական պայքար չեն, դրանք սյուժետային հանգույցներ են, որտեղ լուծվում են մարդկային ճակատագրեր։ Դերասանական կազմը ևս մեծ դեր ունի սերիալի հաջողության մեջ։ Սիրված և փորձառու դերասանները ներկայացված են նոր, երբեմն անսպասելի կերպարներով։ Յուրաքանչյուր կերպար ունի իր պատմությունը, իր ցավը և իր արդարացումը։ Այստեղ չկան ամբողջությամբ սև կամ ամբողջությամբ սպիտակ հերոսներ։ Ամեն մեկն ունի իր սխալը, մեղքը և ներքին պայքարը։ Գոյամարտը նաև հասարակական խնդիրների մասին է։ Այն խոսում է անօրինական մենամարտերի, փողի համար կյանքի վտանգման, երեխաների ճակատագրերի խեղման, ընտանիքների քանդման մասին։ Սերիալը բարձրացնում է հարցեր, որոնց պատասխանները հեշտ չեն, բայց անհրաժեշտ են մտածելու համար։ Այս ամենի արդյունքում Գոյամարտը դառնում է ռեյթինգային ու քննարկվող նախագիծ։ Դա սերիալ է, որը հուզում է, ստիպում է մտածել, երբեմն լռել էկրանի առաջ։ Սա պայքարի պատմություն է, որտեղ ամենակարևոր հաղթանակը ոչ թե ռինգում տարած հաղթանակն է, այլ սեփական անցյալի, վախերի և սխալների նկատմամբ հաղթանակը։ Գոյամարտը շարունակում է բացվել նոր շերտերում, ավելի խորացնելով պատմության դրամատիզմն ու հոգեբանական լարվածությունը։ Սերիալը դիտելիս աստիճանաբար պարզ է դառնում, որ այստեղ յուրաքանչյուր հերոս ոչ միայն պատմության մասնակից է, այլ նաև դրա զոհն ու երբեմն պատճառը։ Ոչինչ պատահական չէ։ Ամեն դրվագ ունի իր արմատը անցյալում, իսկ այդ անցյալը ծանր է ու անողոք։ Սերիալում հատկապես ուժեղ է ընտանեկան թեման, որբացած երեխաների ճակատագիրը ներկայացվում է ոչ թե որպես մի դրվագ, այլ որպես շարունակվող վերք։ Նրանց մեծանալը չի նշանակում բուժվել, ժամանակը պարզապես սովորեցնում է ապրել ցավի հետ։ Լեոն, Դավիթը, Մարկը տարբեր կերպ են հաղթահարել իրենց կորուստը, բայց նրանց բոլորին միավորում է նույն դատարկությունը, հոր ու մոր բացակայությունը։ Այդ դատարկությունը, որ նրանց տանում է դեպի ռինգ, դեպի կոշտ պայքար, որտեղ կարելի է գոնե մի պահ չզգալ ներսի ցավը։ Սերիալի կարևոր գծերից մեկն էլ ստի ազդեցությունն է մարդու կյանքի վրա։ Մարկի պատմությունը դրա ամենացայտուն օրինակն է։ Նա մեծացել է կեղծ իրականության մեջ, ձևավորել է իր բնավորությունը սխալ հիմքերի վրա։ Այդ սուտը նրան դարձրել է ուժեղ, բայց նաև փակ ու անվստահ։ Երբ ճշմարտությունը սկսի կամաց բացվել, նրա ներսում կսկսվի ամենածանր պայքարը ինքն իր հետ։ Այդ պահերը խոստանում են լինել սերիալի ամենահուզիչ դրվագներից։ Բացասական կերպարները Գոյամարտում պարզ ու միանշանակ չեն։ Նրանք չունեն միայն չար լինելու նպատակ, յուրաքանչյուրն ունի իր արդարացումները, իր վախերն ու իր շահերը։ Հունանը, Ավոն և մյուսները գործում են մի համակարգում, որտեղ փողն ու ուժը հաճախ վեր են մարդկային կյանքից։ Սերիալը ցույց է տալիս, թե ինչպես է այդ համակարգը կործանում ոչ միայն զոհերին, այլ նաև հենց իր ստեղծողներին։ Դիտարժանության տեսանկյունից սերիալը պահպանում է բարձր նշաձող, լարված մոնտաժ, ճիշտ ընտրված երաժշտություն,
Ռինգի տեսարանների կոշտ ռեալիզմը ստեղծում են ուժեղ էմոցիոնալ ազդեցություն։ Շատ դրվագներ դիտվում են շունչները պահած, որովհետև դրանց մեջ կա իրականություն, որին դժվար է անտարբեր մնալ։ Գոյամարտը սերիալ է, որը չի շտապում, այն ժամանակ է տալիս հերոսներին բացվելու, պատմությանը հասունանալու, իսկ հեռուստադիտողին զգալու ու մտածելու։ Սա այն պատմություններից է, որոնք պարզապես չեն ավարտվում սերիայի վերջում, այլ շարունակվում են մարդու մտքում, եւ հենց այդ պատճառով Գոյամարտն աստիճանաբար դառնում է ոչ միայն դիտվող, այլ քննարկվող։ Նշենք, որ սոցիալական ցանցերում արդեն բացվել են բազմաթիվ ֆանեջեր ինչպես հեռուստասերիալի, այնպես էլ հեռուստասերիալում նկարահանվող դերասանների մասին, եւ նրանք անդադար կիսվում են տարբեր կադրերով, որոնք հուզիչ են, հետաքրքիր եւ իհարկե դրանք արժանանում են հեռուստասերիալում նկարահանվող դերասանների ուշադրությանը։ Նրանք պարբերաբար տեսանյութերով ու լուսանկարներով են կիսվում սոցիալական ցանցի իրենց էջերում։